Այդ էր մի դուս եմ անում, դուրը բաց եմ անում, սովոր են, թե որտեղ տեն խոտ ուտիլ, որտեղ տեն ջուր խմիլ։ Սրանց հետևից չեմ էլ գնում, թե գելը եբ կջարդի չգիտեմ, եկամուտի էլ չեմ սպասում, սա զուտ հյուրերի համար է։ Մորթը մենք չենք էլ վաճառում, չենք էլ կթեմ, միսը ուլերը մորթը մենք, մեր գոնախին ճամփու դնեմ, մեր խոթունզի բանի ժամանակ, ուտուշ խմուշի համար է, այո։ Ունենք փոքրերել ունենք ընդի ծնած, քիչ են ծնել, մի այս մարտին սրանց ծնի սեզոնն է։ Աղը եթե չտվիր անասունին, ապու ծնած հորթը, ծնած ուլը, ծնած գառը, թուլ ալım, պիտանի չիլım։ Արի Վիլի ջան, արի Վիլի ջան, արի։ Մոտկոր աշխարհի ամենամաքուր անկյուններից մեկում ենք Աթանում, իսկ ավելի հստակ գյուղի ամենահյուրընկալ ու ամենակոլորիտային մարդկանցից մեկի օջախում։ Սեթրակը պաշտում է իր գյուղն ու հողը, որի վրա ծնվել է ու հիմա էլ ապրում է։ Քաղաք գնում է հազվադեպ, գյուղից անգամ մի քանի ժամով բացակայությունը ստիպում է կարոտել իր հարազատ սարերն ու ձորակները, որ կանչում են մի անմեկնելի կանչով, ասես ահազանգում նրա թեկուզ կարճատև բացակայությունը։ Սա գյուղի նկատմամբ մեր հերոսի անսահման սիրո մասին է, իսկ Սեթրակի համար հյուրը Աստծո կողմից ուղարկված պարգև է, հյուրասիրությունը պատվի պես մի բան։ Դրա համար էլ 40-ից ավել այծեր ունի, որոնց երբեք չի վաճառում։ Այծերին պահում է ուտուշ խմուշի, լավ մարդկանց հյուրասիրելու, հարգել, պատվելու համար։ Այս ворցերը սրանց միսը գիտես ամենահամով ժամանակը երբ հապու, որ մասուրը հասնեմ, չէ կաղինն ու մասուրը։ Ասնեմ սրանց միսը ուրշի տուն տանող միսա։ Ուրիշ տուն տանող էլի։ Չգիտեմ, մի քիչ անշնորհք հնչեմ։ Ուժեղ կենթան դիետիկ միս ունեն, ցավդ տանեմ։ Դրա համար իմ օրգանիզմն էլ լավ է տանում, ուտում եմ անընդհատ սրանց միս սիրեմ։ Հա, ազիզ ջան։ Դե մեր ընդհանրապես սա էս մեր բնությունը, հենց բնությունն է։ Մի հրոխբեր ունենք, կովը որ արած էր ասեր սրակաթը դեղա։ Ճիշտ ասած բաներ ապո։ Հիմա մեր մոտ էս լորվա կամ ասենք Հայաստանի բնությունը որ դել կովն արածի քիմիա չկա, սորբարտանութն այնքան թանկ է, խոտն էլ է բնական, էլ են առաջվա նման քիմիա տված չի։ Մեր սնունդի մեջ քիմիա չկա։ Սարերում ու հեռավոր գյուղերում ապրող այս մարդիկ կարծես կանգնած լինեն ժամանակների սահմանագծին։ Մի ոտքով դարերի խորքից եկող ավանդույթի, մի ոտքով այսօրվա իրական աշխարհի սահմանագծին։ Նրանց առօրյան ծանր է, ձեռքեր մաշեցնող, մեջք ծռող, բայց այդ ծանրությունն այստեղ սովորական է։ Ինչպես առավոտյան արևագալը, ինչպես վաղ ծեքին նախիրն ու հոտարոտի քշելն ու մայրամուտից էլ մի բան ուշ նրանց վերադարձը։ Երբ գյուղը պատում է նրանց բառաչի ձայներով ու գյուղական ամայությունը կենթանանում է անասնատերերի, մարալ ջանարի, շեկո ջանարի քաղցր կանչերից։ Շատերի համար այս կյանքը կարող է խիստ անգամ անհասկանալի թվալ, բայց Սեթրակի համար դա իր կյանքն է իր բնական հունով։ Այստեղ ամեն բան իր հերթականությունը, իր փորձությունն ու իր գինն ունի։ Ու այս ամենի մեջ կա մի պարզ, բայց կարևոր համոզմունք՝ ապրել ավանդույթներին հավատարիմ, ապ ու պապերի հնավանդ դասերով, ապրել առանց հեռախոսի բարոյական արժեքների պարտադրանքի, առանց քիմիայի, առանց արհեստական շերտերի ու ավելորդ հավելումների։ Վրեցը թրքաֆոտ տիգալ, որտեղ ուզում ես սկսի։ Գոմը գնանք, եկեք։ Կոֆե դիրանն ամի հատ, որ կան կոֆե խմեն, դեսերտ գծի էլի, այդ աղջիկն ամուսնացած չբալի մեր գեղիցը մի տղա հվանի։ Եկեք, արի ապո ջան։ Ահա ապո ջան։ Այս ծնի տավարն է։ Առայժմ երկու հատ է ծնել, բայց սաղ մոդիկ են, էլի կամանց ծնում են։ Այս ջեյրանն է, այս մարոնն է, այս սիրունն է, այս զարիկն է, այս նաղիշն է, սուրատն է, սուրմեն է։ Ես իմ տարբեր անուննի կա, էլի կովեր են անուննի ենք դնեմ, ասենք որ գիտենանք, ասում եմ ջեյրանի հորթը բերեմ, այս էլ փոքր ուլերն են։ Սրան ջոգում ենք ստեղ պահեմ, որ չմրսեն, էլի կրիշը։ Դեն էծերի տեղը կրիշն է։ Ոնց ես հասնում յոլատանես այսքան։ Մի կնգա ումուդին էլի սկզբից չասի, զապաս կնգա եմ մանգալի հերիք չանում էդ մինուտ, կարում չի շատ կոմագանի էլ, օգնի։ Էդ էլ խոզերի գոմի։
Այս մայր խոզերն են, էնել մորթելու տակի խոզերն են, որ մորթի տակ է։ Նախապես ասեմ, պարոն Սեթրակը այն տեսակի մարդ է, որ որտեղ էլ հայտնվի շատ արագ մթնոլորտը փոխվում է։ Հումորը ջրի պես հոսող, խոսքը տեղին ու չափով, աչքի փայլը մշտական։ Աստծո խոսող է, բայց ոչ դատարկախոս։ Ամեն նախադասության մեջ մի պատմություն կա, ամեն պատմության մեջ մի ծիծաղի տեղ։ 1000 դրամ էլի, մինչև բերեմ ենք տեղ հասցնեմ, 1000 դրամ դռանը նստեմ, էլի մենք մեր ավտով ենք վերել, դենը կանգնի ազիզ ես դուզ գծեմ։ Եթե պատահի, որ գործերի արանքում առավոտ շուտ մի բաժակ էլ իր քաշած մաքուր ու անարատ քոլի տանձից կոնծի, ապա խոսքը դեպետից էլ վարար ու հորդառատ, բայց շատ ուրախ կլինի։ Նման դեպքում կհամարվի, որ օրը ստացված է։ Հա, բա, շատը որցա է, անկրտիլ։ Ունեցած երկու կովը 10 տարվա ընթացքում տասնապատկել է գյուղի սրտում մի մեծ տուն ու գոմել առել ու մեծ տնտեսություն հիմնել։ Ոչ մի տեղից օգնություն չի ստացել, հայրն էլ մեծ ժառանգություն չի թողել, խոպան էլ չի գնացել, որ ասենք ընդեղից մեծ փողեր է հետը բերել, բայց այնպես չի, որ ինչ-որ մեկից ու ինչ-որ բանից հետ է մնացել։ Ամեն ինչից օգտվում եմ, արանք կսկի կնիկս ետ մեզ անգնում լևի մեվի էլ եմ գնում։ Լավ չեմ անում, ընդհակառակը քաղաքակրթությունը գյուղից է գնացել, սոր ինչքան մեծ մարդիկ ունենք, մեր պապերի օրոքել, սաղ գյուղից են գնացել, Թումանյանն է, Հրանտն է և մնացած շատ մեծ էր։ Դուք ձեզ ֆերմեր համարում եք։ Տո ես ինձ նոք հարել չեմ ըսկի համարեմ, ինչ վերմեր, աշխատում ենք կշեր ցերեք, ոնչ կերասնենք գլխի ոչակացը, դժվար ու ծանր աշխատանք է, սա արդեն 30 տարվա պատմություն ունի, 30 տարին էլ մի մարդու կյանք է, սոր կյանքի տեղողություն ենքան կարճացել է, 30 տարին մի մարդի կյանք է, աղջիկ ջան։ Հա, ծանր կյանք է, բայց ինքը հեշտ կյանքի տեղ չգիտի էլ, իրենը սա է, իր գոմը, իր անասունը, իր անասունից ստացած բարիքները, գոմի ինչպես ինքն է ասում, ոչ այնքան իմպորտի հոտերը, բայց այդ հոտի մեջ կյանք կա, ապրուստ կա ու մի ամբողջ կյանքի աշխատանք կա, որովհետև ինքը դրանով է մարդ դարձել, դրանով է ճանաչելի դարձել, տուն տեղ զրոյից ստեղծել, թե որ չլիներ այս ամեն ինչը գուցե համարվեր օղտը կորածի մեկը, ոտի տակ կորչեր ու գնար, ասում եմ։ Աշխատել եմ, ամուսնացել, ընտանիքը ստեղծել, տուն չեմ ունեցել։ Մի հետից եկել եմ ես տունն առել, ես լրիվ զրոյից սարկած բաներ, գոմով, տանով, ավտով, ես տեխնիկա, ոչինչ չեմ ունեցել։ Լրիվ վարկով ստեղծած բաներ, վարկով, տոկոսով, այ հմի ես պահին 3 միլիոն վարկ ունեմ։ Ազիզ ջան, ինչ ունեմ, ինչ տենեմ ես, ես որ մորս հերս մահացել է, շատ ջահել հասակը մահացավ, ես ամուսնացած չեմ էլ մորիցս, որ առանձնացել եմ իմ հայրական տանից, 2 կով եմ ունեցել, 2 կով, աղջիկս սովորել է, տղես հմի սովորում է և աշխատում է, ուզում եմ ասեմ աշխատող մարդը, որ դիլի ապրիլտի ցավըտ տանեմ։ Հիմա այս կովերից հորթերից պետք է ծախեք, որ Այս անցյալ տարվանը չեմ ծախել, 20 հատա, այս կծախենք այդ տան 10%-ը, որ մուծելու ենք, կմուծենք, ու էլի հաջորդը ծնվում է, եկող տարի էլի մի 10%-ը, են մի տարին էլ մի հաջողություն, առողջություն, ցավըտ տանեմ։ Ու պատիվդ բարձր կլի քու երեխայի մոտ, քու հարսի մոտ, քու տղի մոտ։ Էս էլ կա ու կա իրանցը։ Էս կա, մեր գերեզման նստի է, իմ հերստի է, իմ ծնողները ստի են հողարկավորված, ես արդեն 60 տարեկան եմ, կլի որ գնամ, ասենք Երևան ապրեմ, բոլորովին, ես չեմ գնալ։ Ուզմա իրանք գան, ուզմա չգան, ես ընդհակառակը աշխատելու արարելու եմ։ Ու այդպես ամուսիններով նստել, մսլահաթեն արել, որ տղեն այդ քաղաքներից է, էլ հետ եկողը չի, շատ էլ թե այդ մի թակ տղեն ունեն, դե մի աղջիկ էլ ունեն, դրսում է ամուսնացած, մի խոսքով իրենք էլ գյուղից գնալու միտք չունեն, իրենց սա է իրենց արդար քրտինքով ստեղծած տունը, բայց մի տուն ամեն դեպքում քաղաքում պիտի ստեղծեն, երեխաների ապագայի հարց կա, բան կա, եղջերավորներ, խոզեր, ձիեր, որ ամեն տարի ծնում, շատանում են, իրենց էլ հարստացնում, միայն թե Սեթրակի խոսքով այս տարին էլ գյուղացունը լինի, աչքի չգան, որ հանկարծ ծմակուտը գելու առջև
հոսքերով չլցվի, կարկուտը կամ հանկարծակի հողմը չվնասի, չքշի անասունին ու քարափից գցի, գարնանային ուշացած ցրտահարություն չլինի արոտներում ու խոթարքներում խոտը պակասացնի, ցավ ու ժանտաղ չընկնի անասունի ջանը, կաթի ու մսի գինը եղածից էլ ավելի չնվազի ու այսպես շարունակ մտավախություններ ու մտավախություններ, բայց դե իրենք էլ դրդադար մի կոն չեն, որ մատը մատին չտան ու առավոտից իրիկուն, բա որ էսպես, բա որ էնպես, իսկ մնացածը սեթրակի սրտի ու խելքի բանն եմ։ Ես էլ եմ արդեն մեծացել եմ, 58-60 տարեկան ես եմ արդեն, ու ես չեմ կարալ ասենք, այդ տարիքները մել է աշխատել։ Մարդեք, բայց էներգիան Օրգանիզմս էփ եմ ազիզ, մանավանդ որ երկու բաժակ բան եմ խմացամ, լավ էլ տնական արաղ ունեմ, եթե փորձեք դուք էլ իմ օրը կնեք։ Ազիզ ջան, սա լավ կյանք է, հանգիստ կյանք է, անշարժ ու փորձանք կյանք է։ Սոր ասեմ եմ, գնամ մեծ ավտո էլ կարամ քշեմ, փոքր էլ կարամ քշեմ, տաքսի էլ կարամ քշեմ, ուրիշ բաներ էլ, ուրիշ գործեր էլ կարամ, շինարարությունը մա իմ տան կաֆելա, ռեմոնտա ես եմ արել իմ ձեռով։ Ամեն գործ կարամ անեմ, բայց այս տարի ներվերի հաշվին ինչքան կարաս աշխատես, ինչքան ներվե հմի որ գնում ենք սար, մի հանգստություն, ես խուխամ չեմ ասենք այդ սարից, 30 տարի այդ սարն ենք գնում, բայց մի հանգստություն ստանում ես այդ սարը, ասենք, դու գիտես, որ քեզ շարժ ու փորձանք չկա, շարժ ու փորձանքը մենակ անասունի հիվանդությունն է, քելիս տես ուշադիրել, նանիս տես ուշադիրել, ճիշտ է չարչարվում ենք, բայց հանգիստ կյանքով ենք ապրել։ Ոնց ասացինք, երկու կողմից է ստեղծել գործն ու հսկայական տնտեսություն հիմնել, ու այդ գործում իր հետ իր կողքին եղել է գեղեցկուհի կինը, երկու կովի համար հոսար չէր գնալու, սկզբում ինքն ու տիկինը գյուղի կովերը վերցրին, եկամուտը կիսու ու հայդա բերքարած սարեր, ծանր աշխատանքով ու չարչարանքով մեկը երկուս դարձնելով, ճիշտ հաշվարկներ անելով ու մեկը մեկին լրացնելով, այնպես որ այսօր գյուղում սեթրակը մատով ցույց տվողի տուն ու տնտեսություն ունի։ Ես Վիլիսը գնացել եմ Ռուսաստանից ես բերել 19 թվին բերել եմ, ճամփ եմ որ սարքել եմ շատ քիչ եմ օգտագործում, ասել եմ վաճառեցեք։ Այս Ժիգուլին էլ որպես էժանի առել եմ 1500-2000 դրամով ասֆալտն արած, այս ասֆալտը հրաշ գործեց մեր գյուղերում։ Այս ճանապարհի, այս սավաբի, այս անողի համար ամեն օր պետքա տո գարել մորթես, տո հաց էլ դնես, տո գով էսել, տո գովեր քեսել։ Ոնց է քաղաքի իմպորտնի ավտո դեռ չունեք։ Ազիզ ջան, ինձ ձեռ չի տալի իմպորտնի ավտոն, ես անասնապահ մարդ եմ։ Ճոխությունը ինձ չի սազում, էլի ասենք։ Սոր իմպորտնի ավտոն մի 300-400 դրամ պետական տուրքերն է։ Իմպորտնի ավտոյի զապչաստը թանկ է։ Այս հեծանիվի նման քշեմ ենք էլի որտի բանվիկը թողանք կգանք մերտում։ Բայց կարակ չէ ունենակ։ Իհարկե այո։ Իհարկե այո, ազիզ ջան, եթե աշխատեմ ես որ ասենք տավարի մսի գինը վատ գին չի։ Դուք ձեզ հարուստ մարդ համարում եք, նու ունեցվածքով։ Դե շատ հարուստ չէ, բայց հոգով հարուստ համարում եմ, ազիզ ջան, ունեմ լավ ընտանիք, ունեմ լավ երեխեք։ Գրպաններն էլ վատ։ Գրպաններն էլ վատ չի, երբ ձեռս ջեբս եմ տանում մի բան դուրս ա գալի էլի։ Եզդիները կենթանի անասունի հետևից են այս կողմեր հասնում ու նաև անարատ, մաքուր կաթ ու մածունի, իրենց յուղ ու պանրի գնորդները հերթ են կանգնում ու անգամ մի քանի տարի շուտ կարագի, պանրի ու ջլի պատվեր ստանում, որովհետև հասկանում են այս կողմերի արտադրանքը ուրիշ համ ու հոտ ունի, ու այդ ուրիշ համն ու հոտն է, որ սեթրակին ու իր տիկնոջը ստիպում է ամեն բացվող նոր օրը աշխատել ու ստեղծել ու կաթը երբեք չհանձնել։ Էլի պանիր որ անում ես, տանդ ամեն ինչ ունենում ես, յուղը, պանիրը, մոթալը, տարբեր բաներ, ասենք եկած հյուրիտ էլ ես, հյուրասիրում ես, հետը դնում ես, վաճառում ես, բայց որ կաթը հանձնես, այսինքն այդ խոզերի շիճուկն էլ տակին չի մնում, որ տաս խոզերիդ։ Վաճառելը, կաթի վաճառքը մեզ ձեռ չի տալի։ Մեր քաղաքում ապրող հարազատներին իսկի չենք հասցնում, նեղանում են, նույնիսկ նեղանում են։ Սոր օբշի աշխարհով մին, այս մեր սննդին կարոտ են մնացել։ Չկա սա հենց բերք ու բարիք, այս ձևի սնունդ, այս ձևի մաքրություն, նույնիսկ ջուրը։ Մեր ջրերը աղբրաջրեր են ու քաղցրահամ, մեր գետի ջրերն էլ։ Զուլալ տեղ ենք ապրում, այս զուլալ։ Մեղրն էլ է տարբեր, մեղու չեմ պահում, առաջ պահի հիմի չեմ պահում։ Օգնող չունենք էլի, այս կամն էլ հազիվ ենք հասցնում։ Մեղրն էլ է տարբեր, կաթն էլ է տարբեր, մածունն էլ է տարբեր մեր, յուղն էլ է տարբեր։ Մարդիկ էլ են տարբեր, իհարկե, մարդիկ էլ են տարբեր, ցավդ տանեմ։
Ստե դենց ընտանիք չկա, այ հմիտեն մեզ հոր դուրը բացես նա հյուրասիրիլտի։ Հյուրասիրող, ղոնախնդունող գյուղ ենք մենք։ Այո, հյուրասիրությունը նրանց արյան, նրանց կենցաղի ու ապրելակերպի մեջ է, որովհետև այլ կերպ ապրելու ձև ու միջոց չգիտեն, բայց մի բան շատ լավ գիտեն, պիտի կամեցող լինես սրտաբաց ու ձեռնբաց, որ մեկդ երկուս դառնա, հազարապատվի ու շատանա, տուր ու ստացի, այսպես են ապրել, ասում է գյուղը ապրուստի տեղը ապրուստն էլ հրեն հեռվում թափված է, ոտքի տակ կորչում գնում է, խելոք եղիր հավաքիր, ուրիշ տեսակ վաստակի գործ չկա այս գյուղերում, բայց այդ տեսակի վաստակից իրենք դժգոհ չեն, դժգոհ են միայն մեծ քաղաքներից եկող մեկը մեկից ծարսափեցնող նորություններից, ամեն քայլափող սուտ ու կեղծիկ, ալան թալան, ոչ մի մաքուր բան այդ քաղաքներում էլ չի մնացել, ասում է Սեդրակը։ Ասենք այդ սպանություններից, այդ շառ ու փորձանքից, այդ մեծ փող աշխատելուց, բանից մենք հեռու ենք, էլի հանգիստ ենք, մեր դռները փակ ու բլանիկ չունեն։ Նույնիսկ ամառը մեր տան դուռը մենք չենք փակում, որ սար գնամ։ Եթե փակում ենք բլանիկը մի քարի տակ ենք դնում, որ բոլոր հնգերությունն էլ գիտի, հարևանին էլ գիտեն, բարեկամին էլ գիտեն, որ մեր տան բլանիկը այդ քարի տակին դրած է, ով ուզենա կբացի կմտնի մեջը, ինչ ունենք նանից կօգտվի։ 8 ամիս, 9 ամիս սարը մենք կլեմ։ Որքան էլ դժվար լինի, որքան էլ չարչարանքը շատ ու որքան էլ երեխաները համոզեն, որ այդ եղած չեղածը վաճառի աղավարի կյանք ապրի, մեկ է Սեդրակը երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել ու որոշել, գոմը չի դատարկի, քանի դեռ բազուկը պինդեք, աշխատի, կստեղծի ու դեռ ավելին երկրորդ գոմը գյուղում կկառուցի, որ անասունները մեկը մեկին հանկարծ նեղություն չտան, լեն ու բոլ կյանքով ապրեն։ Հա ինքը կաշխատի, կստեղծի գյուղի իր տնից ու հողից պինդ կկառչի, միայն թե սիրտը ցավում է, աթանում տարեստարի տներ դատարկվում են տարբեր սոցիալական խնդիրներից ելնելով, իսկ թե դպրոցն էլ կփակվի, վերջնական աթանը ծերանոց կդառնա, ասում է։ Գյուղերը քանդվել են, այս դպրոցն էլ եթե փակվեց, հաշվի որ ես մի 13 հա, թե 15 հա, թե 18 երեխա տոշնի քանակը չգիտեմ, 10-ի գնացող երեխա մենք չունենք։ Այդ լույսերն էլ եթե հանգան, հաշվի որ էլ աթան չկա։ Տենում եք, բոլորն էլ իմ նման են ստեղծել, այդ տներ են սարկած, շինած, զաբորարած, քոչել են, դրախել են գնացել մարդիկ, մարդ չկա։ Թե ուր են գնում, ապրողն էլ ա գնում, ախր հետաքրքիրը նայա, լավ ապրողն էլ ա գյուղից գնում, վատ ապրողն էլ։ Սա պետք է մի ծրագիր մշակվի, մի խրախուսման բան էլի, մի բան էլի էս գյուղերից էս մարդիկ, ասենք, եթե գյուղը մարդ չլի, քաղաքն ումա պետք է։ Աթանում մի խնդիր էլ կա, որ Սեդրակի խելքի ու սրտի բանը չի, չամուսնացած տղաներ կան, որ այդպես էլ ամուսնանալու մտադրություն չունեն, թե բա ասում են աթան հարց չենք ուզում գանք, որ ինչ անենք, սարվոր դառնանք, այ այսպիսի բաներ, որ Սեդրակին հունից հանում է։ Պետք է ամուսնանան, այն մի բանաստեղծ ունենք, ասում է աներեխա մարդը, աներեխա տունը լեզվակը պոկած զանգի է նման։ Հիմի եթե դպրոցը մրեխա չլի, ճիչ ու ծիծաղ չլի, գյուղը մեռնում է։ Ախ ինչ են ամուսնանում։ Մանկապարտ է, ասում է աղջիկ չի գալի, ասում են բա մեր կնոնիքը ոնց են եկել։ Ըննանքել են աղջիկել էլի, որ ուզել են կնիկ են դառել։ Հա։ Քաղաքից չեն գալիս, այսինքն աղջիկ։ Քաղաքից չեն գալի, գյուղի աղջիկներ գնում է քաղաք սովորելու, էլի դառնում է քաղաքացի, էլի գյուղը չի ուզում գա, բայց գյուղում ով է ապրելու։ Այս գյուղերում ով է ապրելու։ Որովհետև Սեդրակի սիրտը վկայում է առանց դպրոցի աղմուկի ու առանց նոր կյանքի շարունակության, նույնիսկ ամենահարուստ գոմն ու ամենահամով այծի միսը կորցնում են իրենց իմաստը։ Տասնյակ տարիներ մոտ կորաշխարում ասֆալտը երազանքի պես մի բան էր, մի անլուծելի թվացող խնդիր, որը վերջապես իրականություն դարձավ մինչև աթան հասնող նոր ու հարթ ճանապարհով։ Սակայն Սեդրակը, որ սովոր է ամեն ինչ անել հիմնավոր ու դարերով, նոր ճանապարհի մեջ էլ մի կարևոր բայց է տեսնում եւ հորդորում լրագրողներիս իր խոսքը տեղ հասցնել առանց մեկ բառ ջնջելու։ Կառավարությունը լավն է, ես կառավարությունից ասենք դժգոհելու բան չունեմ, էլի, որ ուրիշ հեշ բան չլի, դարերով էս ասֆալտը, մեր էս մոտկորի հիմար սա հրաշք էր, բայց չջնջեք ասածս, էս սարքողներին առանց հենապատի ասֆալտ են փռել, ասֆալտը իշնում է հայատ, խնդրանքս նայա, որ էս արանքը ճիշտ հասցնեք տեղը, եթե իսկական լրագրող եք, այ հենապատը, արի ապոջան, արի ցույց տամ։ Հենապատը չդրին հմից սայ փուլ է գալի, ասֆալտը, մի տարի հետո էս ճամփեն իշնելու է ներքև։ Էս է, սայ,
Հին հենապատը սենց գնում։ Չդրին ասма գծագրի մեջ չկա, գծագիրը որ օթում ասֆալտ է սանում, ինչ գծագիր։ Օթում ասֆալտ է։ Այս ձևի լա, այս հլա մեր հայաթին նա ես ապրեմ եմ կարող եմ հետ ուժս պատի ֆինանսականզների պատա դնեմ ասեմ ամոթա իմ դուրը մաքուրելի։ Բա այն կոմը վաբշե փլվել է ու իրանց էլ ցույց եմ տվել։ Այս աշուն կուր, ասավ գնա ում ցույց ես տալի ես ղեկավարությանն ասում գնանք մի բան կանենք, գնում են ու գնում։ Փլվելուց հետո որ եկար ինչ տեսանել։ Ո՞ւմ եք ցույց տվել սա։ Ինչ որ ճանապարհային դեպարտամենտ էր, չգիտեմ, ոնց ազգասին ոնց անում, չեն էլ ներկայանում։ Աթանից հեռանում ենք Սեթրակի կատակների ու թարմող ու հոտը դեռ մեր քթներին, բայց նրա վերջին խոսքերը երկար են արձագանքելու մեր մտքերում։ Այս մարդիկ սովոր են ամեն ինչ ստեղծել զրոյից, քարը քարին դնելով, վարկով ու չարչարանքով։ Դրա համար էլ չեն հանդուրժում կիսատ պռատն ու օդում կախված աշխատանքը։ Սեթրակի համար ճանապարհը միայն ասֆալտ չէ, այլ այն կապը, որը պիտի իր տղուն ու աղջկան քաղաքից հետ բերի, որը պիտի թույլ չտա, որ Աթանի վերջին լույսերը հանգչեն։ Մնում է միայն, որ Սեթրակի ձայնը տեղ հասնի, որ հենապատերն էլ լինեն, դպրոցի զանգն էլ չլռի ու ասֆալտը ոչ թե քանդվի գնա, այլ դառնա այն հիմնավոր հենարանը, որի վրա դեռ դարերով պիտի կանգնած մնա այս հինավուրց ու հպարտ գյուղը։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Աթանից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։